Բարև ձեզ։ Հայաստանում անցնող շաբաթը հագեցած էր ԱՄՆ փոխնախագահ Վենսի ռեգիոնալ այցելության շուրջ քննարկումներով, ինչը իհարկե միանգամայն օբյեկտիվ է, հաշվի առնելով այդ իրադարձության պատմականությունը եւ նաեւ տնտեսաքաղաքական տարողունակությունը լայն իմաստով։ Եվ քննարկվող ամենաթեժ թեմաներից մեկը մոդուլային ատոմակայանի հարցն էր, որի վրա այսօր լրացուցիչ յուղ լցրեց նաև Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգուն, որը հայտարարեց, թե եթե ամերիկյան մոդուլային ատոմակայանի կառուցումը Հայաստանում մտնի գործնական փուլ, Ռուսաստանը ստիպված կլինի վերանայել միջուկային անվտանգության սպառնալիքները, ռիսկերը, քանի որ ակնարկում էր, թե Միացյալ Նահանգների ատոմային ռեակտորները այդքան էլ հուսալի չեն։ Իհարկե հասկանալի է Շոյգուի հայտարարության քաղաքական տողատակը, այստեղ շատ բան թերևս պարզ է, այդուհանդերձ նաև կա հետևյալ հարցը. իսկ արդյոք ատոմակայանի կառուցումը, ամերիկյան մոդուլային ատոմակայանի կառուցումը կմտնի գործնական փուլ։ Ես նկատի չունեմ իրավաքաղաքական որոշումների ներկայիս փուլը, ինչպիսի մակարդակում են դրանք։ Արդյոք իսկապես Երևանը կայացրել է որոշում կառուցել ամերիկյան մոդուլային կայանը, թե ոչ, որովհետև պաշտոնական Երևանը հայտարարում է, թե չունի այդպիսի որոշում, թեպետ մենք շատ վաղուց գիտենք, թե ինչ արժեք ունեն պաշտոնական Երևանի հայտարարությունները։ Այդուհանդերձ, արդյոք Միացյալ Նահանգներն այդ իմաստով ակնկալիք ունի Հայաստանից։ Ես կարծում եմ ոչ։ Համենայն դեպս կասկածում եմ, թե նահանգների համար սկզբունքային նշանակության հարց է մոդուլային ատոմակայանի կառուցման հարցը։ Սկզբունքային ակնկալիքը, որ նրանք ունեին Հայաստանից, ճանապարհն էր, ռազմավարական նշանակության հարցը Կովկասում, եւ նրանք այդ առումով ստացել են իրենց ակնկալիքը։ Մնացյալ ակնկալիքները եւ ստանալիքները, այսպես ասած, Միացյալ Նահանգների համար Ադրբեջանում են։ Ադրբեջանն է նրանց ռազմավարական հետաքրքրությունների գերակշռող ուղղությունը։ Թրամփի ուղին, այն ինչ գլխավորն էր նրանց համար, ստանալով Հայաստանում, նրանք փորձելու են կապիտալիզացնել Ադրբեջանում, այսինքն դիտարկել Ադրբեջանի համար որպես փոխարկելի արժեք։ Իրենք ապահովում են նաև Ադրբեջանի համար ռազմավարական նշանակության հարցը, դրա դիմաց ակնկալելով, որ Ադրբեջանը տնտեսական եւ քաղաքական հարցերում սերտ կգործակցի նահանգների հետ, նաև բնականաբար այն հաշվարկով, որ դա դեպի Կասպիցի ավազան եւ դեպի Կենտրոնական Ասիա առավել կարևոր եւ ընդգրկուն ուղղություններում նահանգների շահերը առաջ մղելու միջոց եւ ճանապարհ է։ Հայաստանի հետ կապված մնացյալ հարցերը թերևս նահանգների համար Թրամփի ուղու այդ կարևորագույն հարցում հետագա զարգացումներն առաջ մղելու սպասարկող միջոց են, ոչ ավելի։ Ինչպես էր Ադրբեջանը լուծելու իր համար ռազմավարական նշանակության այդ հարցը, որը ձևակերպել էր ընդհուպ այն պատկերացմամբ, թե ինչպես է ծրագրում կապվել Նախիջևանի հետ, ինչ է պահանջում կամ ակնկալում Հայաստանից։ Այդ հարցը Ադրբեջանը կամ պետք է լուծեր դիվանագիտական քաղաքական ճանապարհով կամ ռազմական։ Ռազմական ճանապարհով լուծելու հարցում կային խնդիրներ, 44-օրյա պատերազմի տաք հետքով լուծելու հնարավորությունը Ադրբեջանի համար արգելակվեց Ռուսաստանի միջոցով, ինչպես Նիկոլ Փաշինյանն ինքն է խոստովանել, լրացուցիչ ուժեր տեղակայելու խնդրանքով դիմել է Ռուսաստանի նախագահին, Սյունիքում տեղակայվել են այդ ուժերը եւ կանխվել է Ադրբեջանի հետագա ագրեսիան դեպի Սյունիք։ Ավելի ուշ արդեն Իրանն էր խոչընդոտ իր շատ կոշտ պահվածքով, հայտարարելով, որ դա կարմիր գիծ է եւ Իրանը մեծ թվով սպառազինություն ու զորք տեղակայելով հյուսիսային սահմանին ցույց տվեց Ադրբեջանին եւ նաեւ Թուրքիային, որ պատրաստ է ընդհուպ ռազմական ճանապարհով կանխել որևէ արկածախնդրություն այդ ուղղությամբ։ Մնաց քաղաքական դիվանագիտական ճանապարհը, որը հասկանալի է անհնարին էր, այսպես ասած, Հայաստանի անունով, որովհետեւ եթե Հայաստանն ինքը քաղաքական համաձայնություն տար Ադրբեջանի պատկերացումներին Հայաստան-Ադրբեջան ձևաչափում, ապա հասկանալի է դա որևէ կերպ չէր ընդունվի անգամ Նիկոլ Փաշինյանի այսպես ասենք, մոլի հետևորդների շրջանակում։ Համենայն դեպս դա անհնար կլիներ մատուցել որևէ սոուսով։ Հետևաբար տարբերակը որևէ երրորդ կողմի միջոցով դա անելն էր։ Իսկ այդ երրորդ կողմը փաստացի եղավ Միացյալ Նահանգները։ Հարց կառաջանա, իսկ ինչու ոչ Ռուսաստանի միջոցով, ինչպես օրինակ գրված էր նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Այո, Ադրբեջանը ստորագրեց նոյեմբերի 9-ի հայտարարությունը, բայց
Խիստ կասկածում եմ, որ Ադրբեջանը շահագրգռված էր նոյեմբերի 9-ի ռեժիմի հետագա շարունակությամբ։ Գնահատելով միջազգային իրավիճակը, Ադրբեջանը թերևս ակնկալում էր, որ շուտով կլինի պատեհություն ստանալ ավելին, քան նոյեմբերի 9-ը։ Հիշեցնեմ, ուկրաինական պատերազմից առաջ Ռուսաստանի Դաշնության նախագահը 2 օր առաջ Մոսկվայում հենց Ալիևի հետ էր ստորագրում ռազմավարական դաշնակցության մասին հռչակագիր, եւ մենք չգիտենք, թե պայմանավորվածությունների ինչ շրջանակ է ներառել այդ հռչակագիրը, այսինքն մենք չգիտենք Արցախի հետ, օրինակ, հետագայում տեղի ունեցածը եւ ընդհանրապես նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ տեղի ունեցածը այդ հռչակագրի սկզբունքային խախտում էր, թե ոչ։ Համենայն դեպս այս առնչությամբ նույնիսկ այսպես ուղակի բաց տեքստով հայտարարություններ Մոսկվայից չեն հնչել։ Կրկնեմ, հետեւաբար հարց է, թե ինչ պայմանավորվածությունների շրջանակ է եղել նրանց միջև։ Իհարկե, Ռուսաստանի համար այդ շրջանից ռազմավարական գերկարևոր ուղղությունը Ուկրաինան էր եւ Կովկասում նրա խնդիրը ընդամենը կայունություն ունենալն էր, ընդամենը Կովկասում երկրորդ ճակատ չստանալը։ Հետեւաբար հարց է առաջանում, թե ինչ զիջումների կարող էր գնալ Ռուսաստանը իր դիրքերը եւս որոշակի մասով հետ տանելու, ինչ քայլերի կարող էր գնալ Ռուսաստանը հանուն Կովկասում երկրորդ ճակատ չստանալու ռազմավարական խնդրի լուծման։ Դրանից հետո, սակայն, ինչպես նշեցի, արդեն Իրանի գործոններ առանցքային եւ ես չեմ բացառում նույնիսկ, որ Ռուսաստանը որոշակիորեն ապավինեց նաեւ Իրանի գործոնին։ Ադրբեջանի համար մնում էր քաղաքական դիվանագիտական ճանապարհով առաջ մղելու այլ ուղիներ գտնելը, կրկնեմ, որովհետև նոյեմբերի 9-ը Բաքվի համար ցանկալի չէր նաև այն տեսանկյունից, որ Ադրբեջանն ու Թուրքիան այդուհանդերձ չէին ուզենա հարաբերվել Ռուսաստանի հսկողության ներքո, որովհետև Ռուսաստանը նրանց համար աշխարհաքաղաքական մրցակից է, այդ թվում նաև այս ռեգիոնում, ի տարբերություն Եվրամիության եւ Միացյալ Նահանգների, որոնց համար Թուրքիան եւ Ադրբեջանը շահերի պրովայդեր են, նվազագույնը, եթե չասենք դաշնակից ֆորմալ կամ նույնիսկ ոչ ֆորմալ իմաստով։ Հետևաբար Եվրամիության եւ Միացյալ Նահանգների միջոցով հարցը լուծելուն Ադրբեջանն ու Թուրքիան դեմ չէին լինի ամենևին։ Եվ փաստացի մենք տեսնում ենք, որ այդ միջոցով հարցը լուծվեց։ Ադրբեջանի պատկերացումները արտացոլվեցին պարզապես Թրամփի անունով։ Եվ այս տեսանկյունից գործընթացը, ինչպես բազմիցս նշել եմ, սկսել է հասունանալ դեռևս 2022 թվականից, երբ ավելի ու ավելի ակտիվ դեր ստանձնեցին Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգների դեմոկրատական վարչակազմը, դարձյալ օգտվելով հենց Ռուսաստանի զբաղվածությունից ուկրաինական ուղղությամբ։ Եվ ի վերջո գործընթացը ամփոփվեց Թրամփի անունով, Թրամփի ուղով եւ հասավ իր այսպես ասած տրամաբանական հանգրվանին։ Ահա աշխատել եւ աշխատում է այս սխեման, այսինքն Միացյալ Նահանգները Թրամփի ուղով ստացել է Հայաստանից իր համար ամենից կարևորը, այլ ստանալիք Հայաստանից նահանգները թերևս չունեն։ Մնացյալը նրանք փորձելու են Թրամփի ուղով ստանալ արդեն Ադրբեջանից, իրենց համար առավել կարևոր եւ նշանակալի ռազմաքաղաքական ուղղությունից։ Սա իհարկե մի կողմից Ադրբեջանի համար պատասխանատվություն է, մյուս կողմից նաև ցավոք սրտի հնարավորություն, որովհետև այս տրամաբանության շրջանակում ներկայացվելու են անկասկած Հայաստանի հանդեպ լրացուցիչ պահանջներ։ Եվ այդ պահանջները դրանք ստանալը ակնկալվելու է Միացյալ Նահանգներից, խոստանալով նահանգներին դրա դիմաց քաղաքական եւ տնտեսական հնարավորությունների առաջխաղացում Ադրբեջանի տարածքում։ Մեծ հաշվով սրա մասին էր նաև Վենսի ռեգիոնալ այցը եւ նաև խոսակցությունը Ադրբեջանում, որը շատ ավելի առարկայական էր իր տրամաբանությամբ, երբ դիտարկում եւ չափում ենք տեքստային առումով, քան խոսակցությունը եւ հայտարարությունները Հայաստանում։ Եվ ուզում եմ հիշեցնել նաև շատ հատկանշական մի դրվագ, որ եղավ 2025 թվականի հոկտեմբերին Շարմ էլ-Շեյխում, օգոստոսի 8-ի համաձայնությունից ընդամենը 2-3 ամիս անց, երբ Թրամփը խաղաղության գագաթնաժողով էր կազմակերպել Գազայի հարցով եւ հրավիրել էր նաև Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Ալիևին իր հաստատած խաղաղությունների այդ հայտնի վիճակագրության շրջանակում։
Հիշում եք այդ գագաթնաժողովի ընթացքում հատկանշական դրվագները, երբ օրինակ օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան հանդիպումից 2 ամիս անց Նիկոլ Փաշինյանը Շարմ էլ-Շեյխում մոտենում էր Թրամփին եւ հիշեցնում, որ ինքը Հայաստանի Հանրապետության վարչապետն է։ Եվ մինչ այդ էլ արդեն գագաթնաժողովի նիստի ընթացքում Թրամփի խոսքը, երբ նա շրջվեց եւ դիմելով Ալիևին ասել էր հետեւյալը. ահա այն մարդը, որի համար ես արել եմ դա, այսինքն հաստատել եմ խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Եվ հարցրել էր, իսկ ուր է քո հայրենակիցը։ Իհարկե, այստեղ անգլերենի հետ կապված զանազան մեկնաբանություններ եղան եւ հարցը բոլորովին դա չէ, այսինքն հարցը բացարձակապես այն չէ, որ Թրամփը Նիկոլ Փաշինյանին կարող էր հարցնել, Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ կարող էր հարցնել այդպիսի ձևակերպումով։ Հատկանշականը հենց դա է, ահա մարդը ցույց տալով Ալիևին, ում համար ես արել եմ դա։ Իհարկե, Թրամփը դա չէր արել որպես նվեր։ Դա արել էր որպես գործարք, ինչպես հաճախ ինքը սիրում է ասել։ Գործարք, ես ապահովում եմ ձեր ճանապարհը, ձեր պատկերացումներով ճանապարհը դեպի Նախիջևան, դուք ինձ համար ապահովում եք ճանապարհը դեպի Կասպիցի ավազան եւ դեպի Կենտրոնական Ասիա։ Սա է այն տրամաբանությունը եւ այն սխեման, որ աշխատում է ամերիկյան հովանու ներքո եւ որի շրջանակում էլ տեղի ունեցավ փոխնախագահ Վենսի այցը ռեգիոն։